Այժմ տեսնենք ինչ է սպասվում առույցներին հաջորդ շաբաթ, օգոստոսի 1-ից 8-ը։ Ես շատ զբաղված էի շաբաթվա վիդեոները մի փոքր ուշացրի, հարգելիներս, բայց ոչինչ։ 1-2 օրվա ընթացքում արագ-արագ կտեղադրեմ բոլորը։ Տեսնենք ինչ է սպասվում մեր հարգելի առույցներին հաջորդ շաբաթ, օգոստոսի առաջին շաբաթվա ընթացքում։ Ընդհանուր տրամադրությունը միայնակների համար անձնական հարցեր, զույգերի համար աշխատանք և ֆինանսներ։ Ընդհանուր տրամադրությունը տեսնում եմ այսպիսի հետաքրքիր կարդ։ Ինչ-որ բան է փոխվում, ինչ-որ փոփոխություն է մտնում ձեր կյանք, հարգելի առույցներ։ Ես 9-ով կարող եմ ասել ինչ-որ դրական փոփոխություն, ամեն դեպքում փոփոխությունը լավ է, արդեն դրական է, այն իմաստով, որ չեք ձանձրանա, ձեզ համար չպետք է լինի բացարձակապես չպետք է լինի այսպես ձանձրալի ամիս, հատկապես ձանձրալի շաբաթ ներողություն, որովհետև հատկապես ձեր ծնունդներն են սկսել, հույսով եմ ընկերներով եք շրջապատված, սիրված եք զգում ձեզ, ուշադրության կենտրոնում եք գտնվում, ամեն դեպքում տեսնում եմ շատ հետաքրքիր փոփոխություններ ձեր կյանքում, հաջորդ շաբաթ, ինչ-որ բան է փոխվում ամեն դեպքում։ Ես տեսնում եմ միայնակներ, որոնց անձնական հարաբերությունները կանգնած են և տեղի չեն շարժում և երևի թե բավականին երկար ժամանակ։ Իրենց պետք է այս փոփոխությունը։ Հիշում եք այստեղ, որ ասում ինչ-որ բան փոխվում է դրական, հույսով եմ որոշ միայնակների կարգավիճակը կփոխվի։ Տեսնենք։ Ինչու են միայնակների հարաբերությունները կանգնել։ Տեսնենք։ Շատ հետաքրքիր գեղեցիկ կարտեր եմ տեսնում, հարգելի առույցներ։ Շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Տեսնում եմ այստեղ ճանապարհի մեջտեղում, տեսնում եմ ինչ-որ լուրի եք սպասում և հեռվից եք սպասում, միգուցե լուր, խոսակցություններ եմ տեսնում, օնլայն շփում եմ տեսնում։ Ես չգիտեմ, այստեղ մարդիկ կան երևի իրար հավանում են, այդպես կարող եմ ասել։ Նախ կարող եմ ասել, դե միայնակները, եթե միայնակ են, մի տեսակ վաղուց են միայնակ, ուզում են հարաբերություններ, բայց տեղից չի շարժում։ Միգուցե շփվում են, որոշ մարդկանց հետ դուրս են գալիս, բայց ոչինչ չէր ստացվում, բայց տեսնում եմ, որ կան որոշ հատկապես աղջիկներ, որոնք կոնկրետ լուրի են սպասում ինչ-որ մեկից։ Միգուցե կա ինչ-որ ճանապարհի կեսին, որ մնացել են, դա նշանակում է ինչ-որ մեկի հետ միգուցե հանդիպել են մի անգամ, միգուցե ծանոթացել են արդեն, բայց դեռ չեն հանդիպում և լուրի են սպասում մի տեսակ, սպասում են, որ վերջապես մի բան փոխվի, սա տնից դուրս գալու փոփոխության կարտն, այսինքն սպասում են, որ երիտասարդը իրեն զանգի և հրավիրի ինչ-որ միտեղ։ Ես տեսնում եմ, որ լուրը մի քիչ ուշանում է, երևի դեռ նոր են ծանոթացել կամ նոր են հանդիպել երիտասարդի հետ։ Ես տեսնում եմ այստեղ խոսակցություններ և տեսնում եմ նաև օնլայն շփում, կա շփում ձեր մեջ և զրույցներ կան և օնլայն եք շփվում։ Ես տեսնում եմ, որ աղջիկներն ուզում են ժամադրության գնալ, լրիվ պատրաստ են։ Ես տեսնում եմ ինչ փոքր խանգարող հանգամանքներ կան, բայց ճանապարհը կբացվի, հարգելիներս։ Իրականում ճանապարհը կբացվի, ես տեսնում եմ։ Չգիտեմ, խանգարող հանգամանքը ինչու՞ն է։ Միգուցե պարզապես ուշանում է։ Ժամադրությունն է ուշանում։ Տեսնում եք, այստեղ ժամադրության, գեղեցկության կարտն եմ տեսնում։ Ես ամեն դեպքում տեսնում եմ, որ ինչ-որ մեկից սպասում են, աղջիկներ եմ տեսնում, երիտասարդ չեմ տեսնում, տղային չեմ տեսնում, ինչն է պատճառը, ինչու է ձգձգում, ինչու է երիտասարդ ուշացնում։ Ես այստեղ միայն աղջիկներ եմ տեսնում, հարգելիներս։ Ուրիշ ինչ կարող եմ ասել, ես էլ կարող եմ ասել, աղջիկ ինչ-որ մեկից սպասում է, ուրեմն ինչ-որ մեկը կա, որ դուք եք հավանում կամ հանդիպել եք պատահաբար։ Մյուս կողմից, այդ տարբերակից անցնենք առաջ, ուրիշ ինչ կարող եմ տեսնել։ Տեսնում եմ աղջիկներ, որոնք ուզում են ճանապարհի մեջտեղում, այսինքն ուզում են հարաբերություններ կառուցել եւ շատեր շփվում են, ընդ որում եւ օտար երկրացիների հետ են շփվում կամ նաեւ շփվում են, այսպես կարող ասեմ, մարդկանց հետ երկրից դուրս, որտեղ կտեսնում են
Եվ on-line շփում կա, ներողություն, սա on-line շփում ավելի շուտ, եւ on-line շփում կա, եւ ֆիզիկապես շփում են որոշ մարդկանց հետ, տարբեր ձևերով շատ շփվող եք, միգուցե ինչ որ հետաքրքիր վայրեր եք գնում շփվում եք։ Ես տեսնում եմ ամեն դեպքում շատ ապրեն նարությունները բավականին աշխուժ են։ Գիտեք, ես տեսնում եմ առայժմ ինչ-որ բան խանգարում են, ինչ-որ մի փոքր հանգամանք կա, այսինքն շատ մոտ եք արդեն հանդիպման գնալու, բայց ես տեսնում եմ շուտով այդ խոչընդոտը դուրս կգա։ Չգիտեմ ինչ կլինի, հարգելին ես, չեմ կարող ասել ինչն է խանգարում։ Տեսնում եմ, որ դուք լրիվ պատրաստ եք։ Ամեն դեպքում խոչընդոտը շատ շուտով կհեռանա, այստեղ ասում եմ, չէ, փոփոխության կարտ, ինչ-որ բան կփոխվի։ Հույսով եմ հենց հաջորդ շաբաթ էլ ինչ-որ բան փոխվի, ես արդեն տեսնում եմ ժամադրության կարտը, բայց այն տպավորությունն է, որ դուք շփվում եք, շատ եք շփվում։ Բայց մտածեք, եւի ժամադրության չի հասնում։ Չէ, այսինքն մարդիկ կան on-line շփվում են, խոսում են, բայց պետք է դուրս գան, հանդիպեն, չի ստացվում, կամ հակառակը, դուք շատ շփվում եք, կարող եմ ասել, աղջիկները on-line շատ շփվում են, եւ դուրս են գալիս, հանդիպում են, հանդիպումից հետո ոչինչ չի ստացվում։ Ես տեսնում եմ, որ ի վերջո ինչ-որ բան կարող է ստացվել, ի վերջո հաջողություն կլինի, եթե մինչև հիմա չի ստացվել, շփվելու on-line շփվում եք, ծանոթանում եք, ես չգիտեմ, այդ ժամադրության եւ ծանոթությունների կայքերով էլ եք շփվում, դուրս է գալի ժամադրության կամ պետք է դուրս գաք ինչ-որ բան խանգարում է, ես տեսնում եմ հաջողություն, ամեն դեպքում հաջորդ շաբաթ կարող է որևէ մեկի հետ հանդիպումը հաջող վերջանալ։ Շարունակեք անել ինչ որ անում եք, աղջիկներ, ես տեսնում եմ բավականին աշխուժ եք եւ ճիշտ եք անում։ Ոչ մի սխալ բան չի տեսնում, ամեն ինչը ճիշտ է եւ շփվում եք on-line եւ ֆիզիկապես եւ տեսնում եմ, որ նույնիսկ եթե ինչ-որ բան չի ստացվել մինչեւ հիմա, ես հույսով եմ հաջորդ շաբաթ եւ դրանից հետո ճանապարհը կբացվի եւ դուք հաջողության կհասնեք հարգելներս։ Զույգերի մեջ տեսնում եմ աղջիկը միայնակ կանգնած է։ Միայնակ կանգնած ինչ-որ սպասումների մեջ է, ինչ է սպասում աղջիկը։ Եթե զույգ են, սպասում է զույգին, սպասում է զույգից առաջարկության, սպասում է զույգից լուրի, եթե հեռու է, տեսնենք։ Կամ պարզապես ցանկանում է փոփոխություն։ Ես սկզբում փոփոխության կարգն էի տեսնում։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում հարգելի աղջիկներ, ովքեր զույգերի մեջ են։ Գիտեք, ես կարող եմ ասել սպասողական վիճակը, ես սկզբում էլ ասեցի, ինչ-որ սպասողական վիճակ է եւ տեսնում էի ընդհանուր փոփոխության կարտը։ Ես այստեղ տեսնում եմ աղջիկ, կարող է շատ երիտասարդ է, կարող է միջին տարիքի, աղջիկ, որը մտահոգ է, որը փոփոխություն է ուզում։ Դե եթե զույգ եք, ուրեմն ինչ որ մեկը կա ձեր կյանքում, բայց ես այստեղ ամուսին չեմ տեսնում։ Երեխաները չեմ տեսնում, որ ասել փոփոխությունը երեխա եք ուզում, չէ, ես տեսնում եմ այստեղ աղջիկ, որը ուզում է իրականում երևի թե ամուսնանալ, բայց անհանգստանում է, որովհետև մի տեսակ ձգձգում է։ Կարծես հարաբերությունները եկել են, հասել են ճանապարհի մեջտեղում կեսին են մնացել, որտեղ սպասում է առաջարկության, իսկ առաջարկություն չի գալիս։ Տղամարդը մի տեսակ, չգիտեմ, ձգձգում է, ինչ է անում։ Աղջիկը սպասում է, որ վերջապես հանդիպում են, շփվում են երկար ժամանակ միգուցե։ Աղջիկը սպասում է առաջարկության, կարծում է, որ ճանապարհի կեսին են մնացել, այսինքն այդ ճանապարհը, չէ, միասին շփվում եք ինչ-որ ժամանակ, դա ինչ-որ միտեղ պետք է տանի։ Ես տեսնում եմ, աղջիկ առաջարկության է սպասում, իսկ տղամարդը տեսնում եմ, որ իրականում առայժմ ոչինչ էլ կարծես չի անում։ Անմիջապես ես տեսնում եմ այստեղ շուն, տեսնում եմ արջ եւ տեսնում եմ երազանքների ճանապարհ։ Աղջիկ ունի երազանքներ, հաստատ ուզում է ընտանիք ստեղծել, ուզում է ընտանիք ստեղծել, ուզում է ամուսնանալ, իսկ երիտասարդը մի տեսակ այսպես, չգիտեմ, գերանդին այստեղ ինչ կարող է նշանակել, տեսնում եք, ինչ է նշանակում։ Միգուցե աղջիկն ուղղակի չի ուզում, անհարմար է զգում ուղղակի տղամարդուն այդպես հասկացնել, ինչ որ ասել, վախենում է կտրուկ լինի, որտեղ դա առաջարկությունը վերջապես տղամարդուց պետք է գա, ոչ թե աղջկանից, այդպես հուշելը կարող է այնքան էլ ճիշտ չլինել։ Գիտեք, ես այստեղ տեսնում եմ, որ միգուցե ընդհանուր ընկերներ ունեք, մեծերը, ես ճիշտ ասած կդժվարանամ ասեմ այստեղ շատ լավ ժամանակ եք անցկացնում, այդպես եմ տեսնում, շատ լավ, բայց աղջիկը տխուր է, որտեղ դա իրեն չի բավարարում։ Աղջիկ ավելի ուզում է լրջացնել հարաբերությունները, շանը կարող եմ ասել շատ լավ ժամանակ են անցկացնում, շատ լավ ընկերներ են, լավ ժամանակ են անցկացնում, բայց աղջիկը ուզում է այսպես արջը ավելի ծանրակշիռ կենդանի, իսկ կարծում եմ, որ աղջիկը պարզապես ուզում է ընկերությունից անցնել ավելի լուրջ հարաբերությունների, շատ հեռուն գնացող պլաններ ունի, երազանքներ, ցանկություններ ունի, ինչը նորմալ է։ Ես տեսնում եմ տղան մի տեսակ
շատ լուրջ չի տրամադրված։ Ես ճիշտ ասած տեսնում եմ արև այստեղ հարգելիներս, այսինքն երևի միգուցե ինչ-որ մի ձևով պետք է երիտասարդին հասկացնել։ Ես այս գերանդին մի տեսակ ինձ գերանդին խանգարում է, ես դժվարում եմ ասել երիտասարդի պրոբլեմը ինչու՞ն է։ Ես տեսնում աղջկա ցանկությունները, ես չեմ կարող ասել երիտասարդը չի սիրում կամ չի ցանկանում, պարզապես երևի պատրաստ չի։ Ես այդպես կարող եմ ասել, միգուցե երիտասարդը դեռ պատրաստ չի դրան։ Իսկ մյուս կողմից, եթե հանկարծ այսպես կտրուկ երիտասարդը որոշի, չգիտեմ, ինչ-որ ընկերների հետ հավաքույթի եք գնում, ժամանակ եք անցկացնում եւ այնտեղ հանկարծ ինչ-որ խոսք բացի այդ մասին դժվարանում եմ, որտեղ չեմ տեսնում, պարզ չեմ տեսնում, ճանապարհը բացվում է, բայց գիտեք լավ, եկեք մեկ-երկու կարտել հանեմ, շատ հասկանալի չէ։ Ես տեսնում եմ, որ աղջիկը սպասում է առաջարկության, իսկ երիտասարդը մի տեսակ ուրիշ գործերով է զբաղված։ Տեսնում եմ, որ դուք իրականում շանս ունեք այդ երիտասարդի հետ։ Պարզապես աղջիկը ավելի կարծես պատրաստ է լրջացնելու հարաբերությունը, իսկ երիտասարդը դեռ ոչ։ Երկրորդ արևը դուրս եկավ, հարգելի աղջիկներ, տեսեք, այստեղ արևը շատ լավ է, ամենադրական կարտերից մեկն է, այստեղ տեսնում եմ աղվես, այստեղ տեսնում եմ ծաղիկները, ժամադրության կարտը, հարգելի աղջիկներ, իմ խորհուրդը ձեզ, ճանաչելով առյուծներին, շատ լավ ճանաչելով առյուծ աղջիկներին, հարգելիներս, աղվեսը խորամանկ կենդանի է, շատ խորամանկ և շատ խելացի, ես կարող եմ ասել մի քիչ ընդ որում առյուծները բավականին էլ կարողանում են իրենց նպատակին հասնել, իրենց կանացի ձևերով, շատ ճիշտ ձևերով են հասնում, կարող են իրենք այսպես արցունքներով, նազուտուզով, չգիտեմ, այսպես զոհ ձևանալով, մանիպուլյացիաներով, տարբեր ձևերով կարողանում են իրենց տղամարդկանց սիրտը շահել, իսկապես կարողանում են, այ օգտագործեք բոլոր ձեր հմայքը, հարգելիներս, ինչպես կհասկացնեք ձեր երիտասարդին, որ ժամանակն է արդեն հարաբերությունները լրջացնել, ես կդժվարանամ ասել, բայց այս աղվեսը դուք եք։ Դուք կարող եք եւ տեսնում եմ ծաղիկներով, այսինքն դուք ձեր նպատակին կարող եք հասնել, սա էլ արևը, երկրորդ արևը։ Օգտագործեք ձեր բոլոր ունակությունների ճարպկությունը, ինչ որ կարող եք, որտեղ շատ նորմալ տարբերակ է, երկու արև եմ տեսնում, շատ հաջող կարող են, բայց էլ եմ ասում, ես աղվեսին բնորոշ բոլոր հատկանիշերը ունեն առյուծ կանայք, ես շատ լավ գիտեմ առյուծ աղջիկ, օգտագործեք հարգելիս, օգտագործեք ձեր կանացի հմայքը։ Եվ այդպես էլ կարող եք։ Տղամարդը մի քիչ ժամանակ է ձգձգում, պետք է մի քիչ իրեն երևի, մի քիչ պետք է իրեն արագացնել, հա, մի քիչ պետք է իրեն օգնել երևի թե։ Իսկ դուք հաստատ ունեք այդ շնորհքն ու հմայքը, հարգելի առյուծ աղջիկներ, կանայք։ Ինչ եմ տեսնում աշխատանքում տեսնում եմ կոնկրետ փոփոխություն, ինչ որ լուր է գալիս, նորություն, ինչ որ շարժ տեղից, տեսնենք։ Աշխուժ ամեն դեպքում աշխուժ կլինի ձեր աշխատանքի վայրում։ Կարող է նաև նոր մարդիկ գալ, կարող է ինչ-որ նորամուծություն լինել։ Ինչ եմ տեսնում այստեղ։ Տեսնում եմ այստեղ օձ, տեսնում եմ աշտարակ եք հանդվում։ Գիտեք, ես կարող եմ ասել աշխատանքի վայրում ինչ-որ լուր ինչ-որ փոփոխություն, ինչ-որ մեկը կա աշխատանքի վայրում, որ ձեզ ճանապարհ է փակում ձեր առաջ։ Ես չեմ կարող ասել, եթե ինչ-որ հարց ունեք, նպատակ ունեք աշխատանքի հետ կապված, ինչ-որ մեկից է կախված, կին կա, աշխատանքի վայրում հենց կին է, չգիտեմ ինչ աշխատող է, կադրերի բաժնով է, թե ինչ ձեր վերադասն է, թե կոլեգա է, այս կինը ձեզ ճանապարհ է փակում, ինչ նպատակ ունեք չեմ կարող ասել, բայց ինքը ճանապարհը փակում է ձեզ համար, այսինքն չի օգնում ձեզ, այլ հակառակը խանգարում է, ես տեսնում եմ դուք շփվում եք, ես այստեղ տեսնում եմ նաև ինչ-որ մեկը, որի հետ փորձում եք խոսել, զրուցել, մի քիչ լուրը միգուցե ձգձգվում, ուշանում է, շատ եք այսպես խոսում, անընդհատ հաղորդակցման մեջ եք, բայց ճիշտ մարդու հետ եք խոսում, ինքը կարողանա ձեր հարցը լուծել, այս հարցը իրականում լուծվում է, երկուսի մեջ համաձայնություն է գալիս, այսինքն ինչ ճանապարհ էլ որ փակում եք, դուք այդ հարցը կարողանաք լուծել ինչ-որ մեկի միջոցով, կարող է լինել սա վերադաս, իր վերադասը կարող է լինել, ձեր ղեկավարը կարող է լինել, շատ եք զրուցում, մի քիչ էլ եմ ասում, ուշանում է լուրը, բայց իրականում այն սկզբից էլ ասում ինչ որ լուր է գալիս, ինչ որ փոփոխություն կլինի, այո, ինչ որ մեկին դիմեք, եթե ինչ որ խնդիր ունեք, որ
Նույնիսկ կարող է, չգիտեմ, գիտեք, գործուղման եք ուզում գնալ, այստեղ ինչ-որ մեկը հաշվապահ է, ինչ է, ֆինանսներ չեն տրամադրում, չգիտեմ, ինչ-որ խնդիր կա, առաջանում է ինչ-որ պրոբլեմ կա, մի գիտե վիզաների խնդիրի չեն կարողանում ձեզ համար այսպես ասեմ, իրագործել, հա, իրականացնել։ Դուք այսպես շատ զրուցում եք, հեռու մոտիկ մարդկանց հետ զրուցում եք, կգտնվի ինչ-որ մեկը ձեր հարցերը կլուծի, որտեղ սա իրականում տեսնում եմ համաձայնության գալիս եք եւ ձեր հարցը ի վերջո լուծում կստանա։ Ես չեմ կարող ասել մի շաբաթ շատ կզրուցեք, կգտնեք ճիշտ մարդուն, թե հենց արդեն հարցը կլուծվի, բայց ես իրականում այս բոլորը տեսնում եմ իրականում վերջում դրական կլուծվի արգելիներից ձեզ համար։ Իսկ եթե այսպիսի խնդիրներ չկային, ես իրականում տեսնում եմ շատ հետաքրքիր աշխուժ աշխատանքային շաբաթ ձեզ համար հարգելի առույցներ։ Իսկ ֆինանսական առումով տեսնում եմ երեխա, այսինքն նորություն։ Մի փոքր կարող են ձեր ֆինանսները ավելանալ, փոփոխություն կարող է լինել նաև միգուցե նոր, կողքից ուզում եք մի քիչ էլ գումար աշխատել, սա շատ մեծ գումարների մասին չի խոսքը, փոքր գումարներին, երեխան ամեն դեպքում փոքր է նշանակում, բայց ամեն դեպքում, եթե ուզում եք մի քիչ էլ ավելացնել ձեր ֆինանսները կողքից եկամուտ, ես տեսնում եմ, որ փոփոխություն սպասում է, ընդհանուր բոլոր հարցերում ձեզ փոփոխություն էր սպասվում, հենց ձեր տրամադրությունը սկսվեց փոփոխության կարգով, հարգելիներս շատ լավ է, ասում եք, չէ, դուք հաստատ չեք ձանձրանա, փոփոխությունը ինստինկտյան արդեն լավ է։ Շատ տակ կարտեր եմ տեսնում, չեմ էլ ուզում լրացուցիչ կարտեր հանել, հարգելի առույցներ, տեսեք, ասում եի, փոփոխություն կլինի, մի փոքր կարող են ֆինանսները ավելանալ, եթե տարբերակ եք գտնում ֆինանսներն ավելացնելու, շատ հաջող կարտ եմ տեսնում, սա էլ տեսնում եմ խոսակցություններում, այդ խոսում եք, ում հետ զրուցում եք, ում միջոցով եք կարողանում նոր աշխատանք կամ ֆինանսների նոր աղբյուր գտնել, չգիտեմ, շատ հաջող է, շատ հաջող կլինի, ֆինանսական հարցերը, եթե ուզում եք ավելացնել, մի փոքր լրացուցիչ գումարներ էր պետք, փնտրում եք գումարներ են ձեզ պետք, զրուցում եք, շփվում եք, ձեզ օգնում են եւ դուք կկարողանաք հաջողության հասնել։ Իմ ֆինանսի հետ ոչ մի խնդիր չեմ տեսնում հարգելիներս։ Ընդհանուր բավականին հետաքրքիր տրամադրության մեջ եք, փոփոխություն եք ուզում եւ ես տեսնում եմ, որ փոփոխություն ամեն դեպքում կլինի, եթե բոլոր հարցերում են փոփոխություն կար եւ շատ դրական հարգելիներս։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում կույսերին հաջորդ շաբաթ օգոստոսի 1-ից 8-ը։ Ընդհանուր տրամադրությունը միայնակների համար անձնական հարցեր, զույգերի համար, աշխատանք եւ ֆինանսներ։ Հարգելի կույսեր, ինչ-որ բան կպարզվի ձեզ համար, ինչ-որ ինֆորմացիա եք փնտրում, ինչ-որ մի նոր բան եք սովորում, չգիտեմ, ինչ-որ նոր բան է ձեզ համար պարզվում, բացահայտվում, շատ հետաքրքիր, կարող է նաև ֆինանսների հետ կապված։ Միգուցե գտնում եք ինչպես ավելացնել, ինչ-որ տարբերակ եք գտնում, ինչպես ավելացնել ձեր ֆինանսները, կամ միգուցե ինչպես տարբերակ ուղղակի հայտնվում է, ինչ-որ մեկը գալիս է առաջարկություն է անում, հանկարծ գլխի եք ընկնում, հասկանում եք, թե ինչպես կարող եք ձեր ֆինանսներն ավելացնել։ Բայց կարող է նաև պարզապես գաղտնիքներ են բացվում, ում մասին, ինչի մասին, գնային մյուս կարտերը կարող եմ ավելի մանրամասնել։ Ամեն դեպքում 10-ով կարող եմ ասել շատ հետաքրքիր շաբաթ է սպասվում ձեզ։ Բավականին դրական տրամադրության մեջ եք։ Շատ հետաքրքիր կարտ եմ տեսնում, այստեղ էլ ստվերում եմ տեսնում, տեսեք հարգելիներս, ինչ հետաքրքիր սիրահարված տղամարդիկ եմ տեսնում, ինչ-որ մեկը հաստատ սիրահարվել է, կամ պարզապես սիրո կարոտ են, միայնակ են երիտասարդները, հատկապես տղամարդիկ, ուզում են սիրել։ Տեսեք, մարդիկ կան պարզապես փնտրում են հարաբերություններ, իսկ ես տեսնում եմ երիտասարդ, որ ավելի շուտ երևի թե սեր է փնտրում։ Կամ միգուցե ինչ-որ մեկին հավանել են, կամ աղջիկներ, եթե աղջիկը կույս է ինձ նայում է հիմա, կարող է պարզապես աղջկան է ինչ-որ մեկը սիրահարվել, ինքը դեռ տեղյակ է, չէ։ Շատ հետաքրքիր է։ Հարգելի երիտասարդներ, ես երկուսերի համար եմ տեսել այսպիսի բաներ։ Հարգելի երիտասարդներ, ովքեր ուզում են սիրել, ովքեր սեր են փնտրում, զույգ են փնտրում, մնացել եք 4 պատի մեջ տանը նստած, երազում եք սիրո մասին, ուզում եք զույգ ունենալ,
Ժամանակ եք կորցնում, կորստի կարտն եմ տեսնում, փոխանակ սա էլ տնից դուրս գալու, դուք ուղղակի չեք պատկերացնի ինչ հորակապ կարտեր են, կարտերը խոսում են, լեզու ունենան իրեն կխոսեին, տանը մնացել եք, ժամանակ եք կորցնում, հա, սա տնից դուրս գալու փոփոխության կարտն է, տեսնում եք, այս տղամարդ տեսքին, ուզում եք, պետք է տնից դուրս գալ, գնալ, փնտրել, շփվել աղջիկների հետ, որպեսզի հասնեք հաջողության։ Ես շատ հոյակապ կարտեր եմ տեսնում, հարգելի կույսեր, շատ հոյակապ։ Ես ուղղակի չգիտեմ ինչ ասել, միան կորուստ այստեղ, միան ձախորդությունը, որ տեսնում եմ, տանը շատ եք մնում, տանը նստած երազում ցանկանում եք ուղղակի։ Բայց եթե նույնիսկ աղջիկ որ հավանում եք, անպայման աղջիկան պետք է գնալ տեսնել, տեսեք, ինքը ձեզ է նայում, դուք իրան եք նայում։ Ես տեսնում եմ գեղեցիկ զույգ։ Այսինքն դուք պետք է տնից շատ դուրս գաք, շատ գնաք, շատ շփվեք։ Շատ կարող են կույսերի մեջ կան մարդիկ, որոնք շատ համեստ են, ես հասկանում եմ, մի տեսակ այսպես շատ շփվող չեն, իրենք էքստրավերտ են, տեղություն ինտրովերտ են, մի տեսակ շատ շփվող չեն, բոլորը չէ երևի թե, բայց ես այստեղ միայնակ կույսեր որ տեսնում եմ, միակ խնդիրը տեսնում եմ, որ մնացել եք տանը եւ ժամանակ եք վատնում, որտեղ սա կորստի կարտն է, ուրիշ ինչ կարող եք կորցնել, ժամանակ։ Պարզապես ժամանակ եք կորցնում, սա ձեր տունն է, սա ձեր ժամանակի կորուստն է, այս էլ աղջիկները, որ տնից դուրս սպասում են, սա ձեր հաջողության կարտը, սա էլ ձեր սիրտը։ Շատ լավ, ամեն շատ լավ կարող է լինել դուրս եկեք տնից գնացեք, շփվեք աղջիկների հետ, ուր կգնաք, ինչպես կշփվեք, թողնում եմ ձեզ։ Պարզապես շատ պետք է շփվել, 4 պատի մեջ մի մնացեք, հարգելիներս։ Իսկ զույգերի համար տեսնում եմ բանալի։ Տեսնենք զույգերի համար ինչ է պարզվում, ինչի համար, ինչ է նշանակում բանալին։ Միգուցե ինչ-որ հարց են ուզում լուծել, դրա համար պետք է տարբերակներ գտնել։ Ամեն դեպքում բանալի նշանակում է ինչ-որ հարց լուծելու համար, չէ, ինչ-որ տարբերակ է պետք, տեսնենք, ինչ-որ հարց են ուզում լուծել զույգերը։ Հետաքրքիր է, բանալի է տեսնում սկզբում։ Ես տեսնում եմ, այստեղ մի փոքր խոչընդոտ կա, դա ինչ-որ խնդիր կա, դրա համար բանալին փնտրում եք տարբերակներ, ինչպես այդ հարցը լուծել։ Ես տեսնում եմ, այստեղ խոսակցություններ են եղել, կամ խոսակցություններ են եղել, կամ բամբասանքներ են եղել, դրանից հետո աշտարակ է քանդվել։ Այսինքն այստեղ զույգերի համար, որ նայում եմ, այստեղ երևի թե սիրարված զույգեր են ավելի շուտ, քան թե ամուսնացած, ամուսնություն չեմ տեսնում։ Տեսնում եմ, որ աշտարակ քանդվել է, իրականում բամբասանքների պատճառով է եղել, եւ բավականին երկար ժամանակ իրար հետ չեք շփվում, եւ աղջիկը թողել հեռացել է։ Միգուցե տղան այսպես շատ կտրուկ, չգիտեմ, կտրել է, ինչ է արել։ Հետաքրքիր է։ Խոսակցությունը, ինչ որ եղել է խոսակցությունների պատճառով է եղել, այդպես կարող եմ ասել, հարգելիներս, ձեր խնդիրները, որ սկսվել են, որ հիմա բանալիով փորձում եք ինչ-որ լուծում գտնել, խոսակցություններից է սկսել, խոսակցություններ եմ ասում, կամ դուք եք իր հետ խոսել վիճել, կամ պարզապես ինչ-որ բամբասանք է եկել հասել մի տղամարդու ականջին, այսպես աշտարակքանդել ճանապարհը, ձեր մեջտեղ ճանապարհ կա, դուք իրար հետ չեք եւ տեսնում եմ, որ նույնիսկ ինչ-որ ժամանակ, երկար ժամանակ չեք էլ շփվում իրար հետ։ Տեսնում եմ, այստեղ աղջիկը միայնակ, այդ բոլոր արդեն եղել է, աղջիկը հիմա առաջ է նայում։ Երևի թե ինչ-որ լուր է սպասում տղամարդուց, իսկ ես տեսնում եմ, որ բավականին ժամանակ է, հարաբերությունները կանգնած են։ Գիտեք, ես այստեղ տեսնում եմ ամեն դեպքում բավականին հաջող զույգ են։ Ինչ խոսակցություններ եք լսել, ինչ է եղել, տղամարդը այսպես կարծես շատ կտրուկ փոխել է վերաբերմունքը։ Բայց ես տեսնում եմ, որ իրականում ձեր մեջ հնարավոր է, ուղղակի տղամարդուց է կախված։ Գիտեք, ես կարող եմ ասել, որ այստեղ տղամարդուց է կախված։ Ես տեսնում եմ այստեղ կարտեր, տեսնում եք աղջիկը, տեսնում եմ գերանդին, տեսնում եմ նավակը եւ տեսնում եմ ծաղիկները։ Այսինքն ձեզ իրականում կհաշտվեք, թե չէ տղամարդուց է կախված։ Տղամարդը պետք է ինքը կարողանա որոշում կայացնել։ Եթե նավակը կանգնած է, բայց կարող է սկսել շարժվել, հա, կարող է գնալ ճիշտ ուղղությամբ եւ ձեզ միացնել իրար, հաշտվել կարող եք նորից, եթե տղամարդը ինքը ճիշտ քայլ անի, այսինքն կարող եք բամբասողներին, հա, միգուցե տեղը դնել։ Ամեն դեպքում տեսնում եմ աղջկանից շատ բան կախված չէ։ Ես չեմ տեսնում դուք բաժանվում եք հակառակը, ես տեսնում եմ, որ շատ հնարավոր է։ Միգուցե բամբասանքները տղամարդուն չեն հասել, միգուցե աղջկա ականջին են ինչ-որ բան հասել, տղամարդու մասին, այդպես էլ կարող է լինել։ Փորձեք զրուցել իրար հետ։ Ես տեսնում եմ, որ դուք շատ լավ էլ իրականում զույգ եք, ինձ թվում է դուք ունեք տարբերակներ հաշտվելու, անկախ նայած ով ու մասին ինչ է բան բասել, ինչի համար, ում պատճառով եք խոսակցությունից, մարդիկ չեմ տեսնում, ասեմ ում պատճառով, բայց տեսնում եմ ինչ-որ խոսակցությունների պատճառով է, որ ձեր մեջ խնդիր է առաջացել, հարգելիներս, ձեզ պետք է հանդիպել զրուցել,
Պետք է հանդիպել, զրուցել, պարզաբանել ամեն ինչ, որպեսզի ձեր հարաբերությունները նորից շարժվեն առաջ։ Լուծումը դա էր, այդ շփման մեջ էր, պետք է հանդիպել եւ բացատրվել իրար հետ։ Եթե երրորդ անձը խառնվել ձեր մեջ, կամ դուք եք խոսել եք իրար, նեղացրել եք, ինչ որ լեզվակռիվ եք ունեցել, կամ ինչ որ սխալ բաներ եք ասել իրար, տեսնում եք, ես այստեղ ասում եմ, ինչ որ բաներ կբացահայտվի, գաղտնիքներ կբացեն, ինչ որ բան կբացահայտվի, պարզապես պետք է զրուցեք։ Իրար հետ լինեք ավելի բաց, ավելի անկեղծ լինեք, որպեսզի կարողանաք պարզել ինչ է եղել, տղամարդուց էր կախված իրականում, միգուցե տղամարդն է ինչ որ ավելորդ բաներ ասել։ Աշխատանքում տեսնում եմ դեսա կոնֆլիկտային կարտ, ինչ որ մի բան այնքան էլ լավ չէ ձեր աշխատանքի վայրում հարգելի կույսեր։ Միգուցե գոլեգաներից մեկն է, կամ դուք եք բարկացած ինչ որ մեկի վրա, կամ ինչ որ խնդիրներ ունեք պարզապես։ Այո, խնդիրներ տեսնում են, որ ունեք, գիտեք, կարող է ձեր վերադասի հետ էլ ունենաք, կարող է պարզապես գոլեգայի հետ ունենաք, բայց վերադասին որ դիմեք, ես տեսնում եմ այստեղ ճանապարհի մեջտեղում, ասել մի նպատակ ունեք, չեք կարողանում նպատակին հասնել աշխատանքի վայրում, ինչ որ բան կիսատ է մնացել, ինչ որ մեկի պատճառով, այ աշխատանքի վայրում ինչ որ մեկի հետ կամ խնդիր ունեք, կամ խանգարում է պարզապես ձեզ, չեմ կարող ասել ինչու, բայց վերադասն է սա ձեր, վերադասի հետ պետք է զրուցեք։ Ինչ որ մեկ ամեն դեպքում կա պաշտոնով բարձր, ձեր երկուսից էլ երևի բարձր, որ կարողանա ձեր հարցերը լուծել։ Տեսնում եմ, որ ամպերը կուտակված են, դուրս խնդիրներ կան։ Երևի թե դուք միայնակ չկարողանաք լուծել, իսկ ես տեսնում եմ, որ կլուծեն ձեզ համար, սա էլ հաջողության կարտը։ Ինչ որ խնդիրներ, եթե ունեիք ինչ որ մեկի հետ կամ ինչ որ մեկի պատճառով աշխատանքի վայրում, իրականում ձեզ կկարողանան, որտեղ ես չեմ կարծում, որ վերադասի հետ է խնդիրը։ Ես կասում գոլեգայի հետ է վերադասը պիտի կարողանա ձեր հարցը լուծել։ Իսկ ես տեսնում եմ, որ հարցը կլուծվի եւ շատ դրական, շատ հեշտ է կլուծվի Միչայլոց։ Շատ հեշտ կլուծվի։ Պարզապես ինչ որ մեկը պետք է միջամտի։ Տեսնեմ էլ ուրիշ ինչ կարող եմ ասել։ Չէ, ճիշտ ասած դրանից ավել ոչինչ չեմ կարող ասել։ Աշխատանքի վայրում էլի ինչ որ խնդիր, ինչ որ կոնֆլիկտներ եթե կային, շատ հեշտությամբ էլ կլուծվեն։ Ոչ մի խնդիր չի լինի, պարզապես ինչ որ մեկի միջոցով։ Դուք երկուսով եթե լեզու չգտնեք, երրորդ անձը, որը պաշտոնով երկուսից է բարձր, կարողանա ձեզ հաշտեցնել։ Եվ ձեր հարցերը կլուծվեն հարգելներս։ Իսկ ֆինանսներում տեսնում եմ աճ։ Ֆինանսներում տեսնում եմ աճ, սա էլ ֆինանսի կարտել է նշանակում նաև գիրքը։ Ինչ որ տարբերակներ միգուցե կգտնեք ինչպես ավելացնել ձեր ֆինանսները։ Ֆրիլանս եք ուզում անել, կողքից, չգիտեմ, էլի մի փոքր ավելացնել ձեր եկամուտները, որ տեսնում եմ ֆինանսներ գալիս են, իսկ ծառով էլ տեսնում եմ, որ առաջխաղացում կլինի իրականում ձեր ֆինանսները կավելանան։ Ես էլ արևը հարգելները շատ լավ կարտ եմ տեսնում, շատ։ Ֆինանսական առումով բոլորովի խնդիր չեք ունենա։ Դուք տեսնում եք, որ փորձում եք, փնտրում եք, ինչ որ տարբերակներ եք փնտրում, ինչպես ավելացնել ձեր ֆինանսները, միգուցե ծախսերն եք պակասացնում, բայց ես տեսնում եմ, որ դուք հաջորդ շաբաթ ֆինանսական չպիտի խնդիրներ ունենաք։ Ես փորձեմ էլի ամեն դեպքում 1-2 կարտ հանել։ Սա 10 հարգելներ, սա շուն եմ տեսնում, երեխա եմ տեսնում, սա արևը, սա էլ ծառը։ Շատ գեղեցիկ կարտեր են հարգելներս, ֆինանսական ոչ մի խնդիր չէ, ընդհակառակը տեսնում եմ ֆինանսական ավելի աճ։ Մի փոքր կավելանա ձեր ֆինանսները։ Կողքից էլի ասում եմ, երկրորդ ինչ որ փոքր գործ եք անում, ֆրիլանս եք անում, ինչ որ մեկին օգնում եք, ժամանակավոր է, ինչ է, չեմ կարող ասել, բայց տեսնում եմ սեզոնային ինչ որ աշխատանք եք գտնում, սա էլ ձեր ֆինանսները։ Ֆինանսական ոչ մի խնդիր չի լինի, հակառակը ֆինանսներում կլինի աճ։ Միայն ֆինանսական հաջողություն։ Ինչ պլաններ ունեիք, ինչ էլ որ ուզում եք ֆինանսների հետ անել հաջորդ շաբաթ, հարգելներս, շատ հաջող կլինի։ Այժմ տեսնենք ինչ է սպասում կշարքներին հաջորդ շաբաթ օգոստոսի 1-ից 8-ը։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարցեր միայնակների համար, զույգերի համար, աշխատանք և ֆինանսներ։ Շատ լավ տրամադրություն եմ տեսնում հարգելի կշարքներ, ինչ որ գործը կունենաք, ինչ որ բան առաջ կշարժվի, այսպես ասեմ, ինչ որ հարցում առաջ խաղացում կլինի։ Եթե առողջական խնդիրներ ունեք, ձեզ լավ չէիք զգում, ավելի լավ կզգաք ձեզ, ավելի շատ էներգիա կունենաք, ավելի ձեզ, չգիտեմ, երիտասարդացած կզգաք, այսպես ասեմ։
Եթե անձնական հարաբերություններում մի քիչ հարաբերությունները կանգնել էին ավելի կլավանա, եթե միայնակները նոր ինչ-որ մեկի հետ ծանոթացել են, ձեր հարաբերությունները կարող են նոր թափ ստանալ, ավելի առաջ շարժվել։ Եթե զույգ եք եւ ուզում եք ընտանիք կազմել, կարող եք խոսել այդ մասին, սկսել մի քայլ առաջ անել, կարող եք սպորտում հաջողություններ եք ուզում, կարող եք հաջողությունների հասնել, ուսման մեջ կարող եք հաջողությունների հասնել, այսինքն ցանկացած հարցում աճ։ Սա միայն աճ, ֆինանսներում կարող է լինել աճ, եթե աշխատանք եք կորցրել, աշխատանք եք գտնում։ Միայնակների համար տեսնում եմ ինչ-որ նոր ինֆորմացիայի աղբյուր, ինչ-որ, չգիտեմ, մտնում եք միգուցե ինչ-որ կայքեր կարդում եք կամ միգուցե շփվում եք շատ մարդկանց հետ, ինչ-որ բաներ եք պարզում ձեզ համար, ինչ-որ նոր բան, միգուցե գաղտնիք է բացում, միգուցե պարզում է, որ ձեզ ինչ-որ մեկը հավանում է, դուք չգիտեիք այդ մասին։ Տեսնենք։ Միգուցե պարզապես օնլայն տարբերակներ եք փնտրում, որ կայքերում կարող եք գրանցվել, ինչպես կարող եք մարդկանց հետ ծանոթանալ։ Շատ ակրիր կարտեր եմ տեսնում, հարգելի կշերքներ, շատ հետաքրքիր կար, շատ բացասական կարտեր եմ տեսնում սկզբում, միայն սկզբում հարգելիս, այդպես չի լինի կփոխվի։ Ես տեսնում եմ այստեղ ամպեր են կուտակված, ես տեսնում եմ այստեղ շատ կասկածելի մարդիկ, տեսնում եմ ժայռ, տեսնում եմ խարիսկ, տեսնում եմ կորուստ, այսինքն բացասական բոլոր կարտերից երևի մեծամասնություն դուրս եկավ, բայց ես տեսնում եմ անցյալում, այսինքն ինչ-որ բան է բացահայտվում, ես չգիտեմ, ինչ-որ մեկի մասին, միգուցե հավանում եք, միգուցե ուզում եք շփվել, կամ սա արդեն միգուցե եղել է, գիտեք, ես կարծում եմ երևի թե սա արդեն դուք բացահայտել եք, ձեզ ինչ-որ մեկը ինչ-որ բան է ասել, մեկի հետ որ հանդիպում եք, աղջիկ տղա նշանակություն չունի, ես երկու տղամարդ եմ տեսնում անկեղծ ասած, սա միգուցե վերաբերում է աղջիկների, միգուցե հանդիպում եք ինչ-որ մեկի հետ, բայց լուր է հասնում ձեր ականջի, որ իրեն չի կարելի վստահել, ինքը բացասական ազնվորություն է, խանգարող հանգամանքներ կան, ինչ-որ բան ձեզ երևի ճիշտ չի ասել, ձեզ հետ անկեղծ չի եղել, տեսնում եմ այստեղ բավականին երկար ժամանակ է, որ դուք մենակ եք, չեք ուզում մենակ լինել, բայց ես տեսնում եմ այս ով էլ որ եղել է վերջերս, համենայն դեպս ճիշտ մարդ չէ եւ դուք իրականում թողնելու եք սա հեռանա կամ ճիշտ կլինի, որ թողնեք, կարտերն են ասում։ Նույնիսկ եթե հանդիպում եք մարդկանց հետ, հարգելի կշերքներ, կարող եմ այսպես ամփոփել։ Բավականին երկար ժամանակ է մենակ եք եւ իսկապես ուզում եք փոխել ձեր կարգավիճակը, ուզում եք ինչ-որ մեկին, ամեն դեպքում կարող են կորուստներ լինել, դու կարող եք հիասթափվել, եթե առաջին պատահածի հետ փորձեք շփվել, որտեղ այդքան էլ դրական մարդիկ չեմ տեսնում։ Դրական չեմ տեսնում։ Միայն նրա համար, որ վաղուց մենակ եք, միայն նրա համար, որ չեք ուզում էլ մենակ լինել, մի կապեք պատահած մարդկանց հետ։ Սխալ կլինի ձեզ համար, որտեղ իրականում ձեր կյանք ճիշտ մարդ է գալիս։ Կգա։ Եթե մի շաբաթ չգա կամաց, մի շաբաթ կարող է ծանոթանաք, հետո կամաց շփվեք մարդու հետ, բայց իրականում հաջորդ շաբաթ աշխատեք խուսափել բացասական մարդկանցից։ Էլի եմ ասում, եթե վաղուց եք մենակ, պարզապես մենակ չլինելու համար մի շփվեք։ Իրականում տեսնում եմ արև եւ տեսնում եմ ձիավորը գալիս է։ Ձեզ ի վերջո կհանդիպի շատ շուտով, չեմ կարող ասել հենց հաջորդ շաբաթ, միգուցե մի քանի շաբաթվա կարտեր ցույց են տալիս 2-3 շաբաթվա պատմություն ընդհանրապես։ Դες շուտով ինչ-որ մեկը գա ձեր կյանք, ավելի դրական մեկը կգա։ Այս բացասական, անվստահելի, կասկածելի, երկու հոգի գոնե կասկածելի տեսնում էի։ Աշխատեք հեռուն, այդ բացահայտվում է ձեզ համար, ինչ-որ բաներ եք բարձում իրենց մասին։ Խելացի եք վարվում, այսինքն նախապես ուզում եք մարդկանց մասին ինֆորմացիա հավաքել, իրենց մասին ինչ-որ բան իմանալ, նոր կարողանաք կապվել, շատ ճիշտ եք անում, որպեսզի կարողանաք ձեզ այսպես ասեմ, պաշտպանել, հա, սխալ մարդկանցից, իսկ ես տեսնում եմ, որ կկարողանաք, եւ դրա համար էլ ճիշտ մարդ կգա ի վերջո ձեր կյանք, հարգելի միայնակշարքներ։ Ինչ եմ տեսնում երկուսի միջև, զույգերի միջև տեսնում եմ շատ խոսակցություններ, շատ եք շփվում, շատ եք հանդիպում, զրուցում եք, միգուցե շատ լավ է, շատ հաճելի է։ Ծառով կարող եմ ասել, առաջ խաղացում կարող են ձեր հարաբերություններում, հարգելի զույգեր։ Զույգերը կարող են լինել ամուսնացած եւ չամուսնացած։ Հոյակապ կարտեր եմ տեսնում, երանի թե այսպես է լիներ, գիտեք, ես չգիտեմ ում համար եմ նայում, բայց որ նայում եմ լավ բաներ եմ տեսնում, անչափ շատ կուզենայի որ լիներ, տեսեք ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Ես հիշում եք, ասեցի այստեղ։
Ես այստեղ ասացի դուք շփվում եք եւ շատ եք շփվում։ Ես տեսնում եմ ոչ միայն շփվում եք, այլև շատ էլ հետաքրքիր վայրեր եք գնում։ Եթե այսպիսի գեղեցիկ զույգեր կան, դեռ ամուսնացած չեն, պարզապես դեռ շփվում են, բավականին ժամանակ է իրար հետ դուրս են գալիս, էլ եմ ասում, շատ շփում կա ձեր մեջ, շատ գեղեցիկ հարաբերություն է։ Միգուցե նաեւ միասին սպորտի եք գնում, ակտիվ եք շատ, երկուսով ինչով եք զբաղվում, կդժվարանամ ասել, բայց ինչ որ այսպես էլ եմ ասում, սպորտով եք զբաղվում, ջիմ եք գնում միասին, երկուսն էլ ունեք նույն հետաքրքրությունները։ Ձեր հարաբերությունները հասել են այնպիսի միտեղ, որ փոփոխություն է պետք արդեն։ Այսինքն դուք բավականին լավ զույգ եք, բավականին շատ շփում կա, հետաքրքիր ժամանակ եք անցկացնում։ Պարզապես ժամանակն է հասել եք ճանապարհ այնպիսի մի կետի, որ կոնկրետ պետք է փոփոխություններ անել ձեր հարաբերություններում, հարգելի կշերտներ, տղամարդն եք, կինն եք, կդժվարանամ ասել։ Հատկապես եթե խոսքը կշերտ տղամարդկանց մասին է։ Իսկ փոփոխությունների ինչ է, անում եք առաջարկություն, սա էլ ամուսնություն հարգելիներս։ Ժամանակն է առաջարկություն անելու ձեր ընկերուհուն, որովհետև շատ լավ զույգ եք, շատ ընդհանուր հետաքրքրություններ ունեք, ժամանակն է կազմել ընտանիք, սա է ձեր ընտանիքի ծառը։ Իսկ եթե աղջիկն է կշեռքը, ես շատ հույսով եմ հարգելի աղջիկներ, այսպեսի գեղեցիկ զույգ եք, լավ ժամանակ եք անցկացնում իրար հետ, շատ շփվում եք իրար հետ, շատ լավ եք իրար հետ, հույսով եմ առաջարկություն կանի, սա առաջարկության կարգն է, սա էլ մատանին, սա էլ ընտանիքը կկազմեք։ Ես շատ հույսով եմ հարգելիները, սկսեք արդեն խոսել այդ մասին, ամեն ինչի մասին խոսում եք, հարգելի երիտասարդներ, ժամանակն է, որ նաև խոսեք ընտանիք կազմելու մասին եւ կոնկրետ ամուսնության առաջարկություն անեք։ Այս սա պետք է լիներ իրականում զույգերի մեջ։ Ամեն դեպքում ես տեսնում եմ սիրտը աշխատանքում, ձեր աշխատանքի վայրում ինչ-որ բան շատ ձեր սրտով կլինի, հարգելի կշերտներ։ Ծառով էլ կարող եմ ասել, ինչ որ առաջխաղացում կլինի։ Եթե շատ եք աշխատում, հոգնում եք, միգուցե ձեր աշխատանքը մի քիչ թեթևանա, միգուցե արձակուրդ եք վերցնում եւ գնում եք հանգստանալու, չեք աշխատում, մարդ եթե չի աշխատում, արդեն լավ է, չէ՞։ Տեսնենք։ Ինչ է նշանակում սիրտը աշխատանքի հետ կապված։ Բավականին հետաքրքիր կարտեր եմ տեսնում, ճիշտն ասած։ Ես տեսնում եմ ձեր վերադասների հետ կտրուկ ինչ որ փոփոխություններ են լինում աշխատանքի վայրում, որը շատ դրական կլինի ձեզ համար։ Հարգելի կշերտներ, տեսեք, սա վերադասն է, տեսնում եմ վերադասը, տեսնում եմ գերանդին, տեսնում եմ խաչը։ Ձեզից կախված չէ, տեսնում եմ այստեղ պուրակը, այգին եւ տեսնում եմ այստեղ հանդիպումների, ժողովների։ Գիտեք, կարող է ժողով լինի, ինչ որ հանդիպում լինի կամ շփում լինի ձեր կոնկրետ վերադասի հետ, որը ինչ որ հարց լուծի ձեզ համար։ Ասում եք, չէ, եթե շատ եք աշխատում, հոգնում եք, այսպես կտրուկ կարող է թեթևացնել ձեր վիճակը։ Մի հարց կլուծվի ձեզին ծանկախ, այսինքն դուք ոչինչ պետք չի անեք։ Բայց կթեթևանա ձեր վիճակը, ձեզ համար շատ հաճելի կլինի եւ շատ ուրախ կլինի։ Միգուցե նոր աշխատող են բերում, ձեր հոգսը թեթևացնում են։ Ամեն դեպքում ձեր վերադասի միջոցով ինչ որ փոփոխություն է լինում, որը շատ լավ դրական կլինի ձեզ համար։ Հարգելիներս, ես չգիտեմ, աշխատանքի հետ կապված փոփոխություն կարող են նոր առաջարկություն, միգուցե կարող են անել։ Ամեն դեպքում նաեւ տեսնում եք, ծառովել էի ասում, ինչ որ փոփոխություն եւ աճ։ Լավ էր, աշխատանքում էլ էր լավ։ Իսկ այ ֆինանսներում տեսնում եմ կոնֆլիկտի կարգ։ Դե կոնֆլիկտը կարող է լինել ինչ որ հարց ունեք լուծելու ֆինանսների հետ, այնքան էլ չի լուծվում, միգուցե ծախսերն ավելացել են, փողերը չեն բավականացնում ձեր դրամները, ձեր վաստակած գումարները, բոլոր ծախսերը փակելու հնարավոր է։ Տեսնենք։ Կոնֆլիկտը կարող է լինել, այլ եմ ասում, պարզապես որտեղ ձեր ծախսերը շատացել են, ամառը, չգիտեմ, ինչ լրացուցիչ ծախսեր եք անում։ Եկամուտը չի ավելանում, ծախսերն ավելանում են եւ դա մի տեսակ խնդիր է առաջացնում ձեզ համար։ Տեսնենք։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի կշերտներ, շատ հետաքրքիր։ Երկու տուզ եմ տեսնում եւ տեսնում եմ ծաղիկներ։ Այսինքն ինչ որ մեկի միջոցով ձեր հարցերը կլուծվեն։ Կա ինչ որ մեկը, ես չգիտեմ, ինչ ծախսեր ունեք, կոնֆլիկտային կարտը ինչն է, ծախսեր ունեք լրացուցիչ, ես կարծում եմ, որ ձեզ կգտնվի մեկը, որ կարողանա ձեզ համար ձեր ծախսերը հոգալ։ Ես չգիտեմ ինչի մասին է խոսքը։ Եթե կար ինչ որ մեկը, որի հետ չէր լինում ձեր ֆինանսական հարցերը լուծել կամ միգուցե ինչ որ մեկը ձեզ պարտքեր եւ գումարը չէր վերադարձնում, այսպես հետաքրքիր տղամարդ կա, որ իրականում ձեզ համար այդ բոլոր հարցերը կլուծի, սա դուք եք, հանդիպում եք, զրուցում եք, սա էլ արև է։ Ես տեսնում եմ ֆինանսական ցանկացած խնդիրներ, եթե խնդիրներ կային, շատ գեղեցիկ ձևով կկարողանաք հարցերը լուծել եւ ինչ որ մեկի միջոցով, մի տղամարդու միջոցով ձեր ամուսինն ընտանիքի անդամը, եղբայրը, չեմ կարող ասել, ֆինանսական ոչ մի խնդիր։ Տեսնում եմ, որ խնդիր եղել է միջալոց, բայց տեսնում եմ, որ հարցը կլուծվի։ Ներողություն։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում
կարիճներին հաջորդ շաբաթ օգոստոսի 1-ից 8-ը։ Ընդհանուր տրամադրությունը միայնակների համար, անձնական հարցեր, զույգերի համար, աշխատանք և ֆինանսներ։ Բավականին լավ տրամադրություն եմ տեսնում, հարգելի կարիճներ, կլինեք շրջապատված ձեր հարազատ բարեկամների մարդկանց հետ, կարող են ընտանիքի անդամներ, կարող են ընկերներ կամ բոլորը միասին, կամ կարտերն խորհուրդ են տալի, ժամանակ անցկացրեք, միայնակ մի մնացեք ձեր ընկերների հետ։ Ես տեսնում եմ շրջապատված եք դուք լավ մարդկանցով, հետաքրքիր միջոցառումների գնում եք, շփվում եք, շատ լավ է, ես տեսնում շատ դրական տրամադրության մեջ եք եւ մենակ չեք, շրջապատված եք ձեզ համար շատ հաճելի մարդկանցով։ Միայնակների համար տեսնում եմ գերանდი, միգուցե կտրուկ ինչ-որ բան փոխվի ձեր կյանքում, հարգելիներս, տեսնենք։ Գերանդիով չեմ կարող ասել միայնակների կյանքում ինչ է լինում։ Կտրուկ կարող է իսկապես ինչ-որ բան կարող է փոխվել, գիտեք, հարգելիներս, տեսեք ինչ հետաքրքիր երկու կարտ եմ տեսնում։ Տեսնում եմ տղամարդ, տեսնում եմ կին։ Երկուսն էլ այսպես շատ հետաքրքիր զույգ են, իրար կողմել նայում են, այսինքն կարող է հատկապես միջին տարիքի, ոչ շատ երիտասարդ չեն, միջին տարիքում են, բայց այսպես շատ ճակատագրով կարող են երկու հոգի հանդիպել, կարող է ճանապարհին հանդիպել, կարող է բանկում հանդիպեք ու այստեղ ֆինանսների հարց եմ տեսնում, գիտեք, շատ կտրուկ կարող է շատ պատահաբար ճակատագրի բերումով միայնակ կարիճները կարող են ինչ-որ մեկին հանդիպել եւ բավականին լավ էլ զույգ եք տեսնում եմ, շատ պատահաբար, երկուսիդ համար շատ անսպասելի, ել եմ ասում, կամ ինչ-որ ֆինանսների հետ կապված գործարքում, բանկում կարող է լինել, չգիտեմ ինչ ֆինանսական հարց, մասնագետի եք դիմում, կամ ճանապարհ եք գնում, ճամփորդում եք, ճանապարհին եք հանդիպում, շատ հետաքրքիր ճակատագրական հանդիպում կարող է լինել եւ կտրուկ կարող է փոխվել ձեր կարգավիճակը, ես շատ հետաքրքիր կարտերել եմ տեսնում հարգելիներս, ես տեսնում եմ ծառ առաջխաղացում ձեր հարաբերությունները, ոչ միայն ճակատագրական պատահաբար հանդիպում եք, շատ արագ կարող են ձեր հարաբերությունները զարգանալ, այսինքն շատ արագ կարող եք իրար հավանել, շատ արագ կարող եք ուզենաք շարունակել ձեր հարաբերությունները, տեսնում եմ կարող է ինչ-որ մեկն էլ երրորդ անձը լինի ձեզ հետ եւ տեսնում եմ այստեղ շատ բան կիմանաք իրար մասին, ես էլ եմ ասում, բավականին շփում կլինի, միգուցե հետո իրար ինֆորմացիա վերցնեք, շարունակեք հետո հանդիպել, իրականում շատ լավ եմ տեսնում, շատ հետաքրքիր, շատ դրական, էլ եմ ասում, ընդհանուր երևի ընկեր ունեք, ինչու միգուցե մեկի միջոցով եք, կամ դուք ճամփորդում եք երկուսով մյուսին եք հանդիպում, ես իրականում բավականին հետաքրքիր կարտեր եմ տեսնում, աստված դա այդպես է լինի, շատ կտրուկ կարող է ինչ-որ մեկին հանկարծ հանդիպեք, հարգելի կարիճներ, անկախ նայած դուք եք թե տղամարդ։ Իսկ այ զույգերի համար կարիճներ, տեսնում եմ մի փոքր ինչ-որ լուսին է, մի տեսակ կասկածներ, անհանգստություններ ունեք, կամ ինչ-որ մի բան է պարզվել ձեզ համար, որ ձեզ այնքան էլ հաճելի չէ։ Ինչ եմ տեսնում այստեղ զույգերի համար։ Գիտեք, ես այստեղ տեսնում եմ ես մի րոպե նորից նայեմ բոլոր կարտերը հարգելիներս, մենք 2 րոպե ժամանակ տվեք, ես մի հատ հասկանամ այստեղ իրականում ինչ է կատարվում զույգերի հետ, մի քիչ կասկածներ ու վախեր կան, կամ ինչ-որ բան են պարզել իրենց համար։ Տեսնում եմ աղվես,
Տեսնում եմ այստեղ արագիլ, տեսնում եմ ծառ, տեսնում եմ մասնագետ, տեսնում եմ մատանի։ Գիտեք, այստեղ կարող է լինել հղիության հարց, խորհուրդ են տալիս, ես չգիտեմ, ով է առաջարկում, ով է խորհուրդ տալիս, գնալ կոնկրետ այս մասնագետի մոտ, երեխա երևի ունենալու խնդիր կա եւ տեսնում եմ, որ այս մարդը ձեզ իրականում կկարողանա օգնել։ Կարող է լինել, ինչ-որ մեկը առաջարկում է ձեզ, այո, եթե այս կինը չի կարողանում հղիանալ, կամ եթե հղի եք, պարզապես ձեզ բժիշկ են առաջարկում, գնաք այս բժիշկի մոտ, բավականին լավ մասնագետ է։ Ես չգիտեմ, միգուցե ինչ-որ առողջական խնդիրներ ունեք, ոչ թե չեք կարողանում հղիանալ, այլ պարզապես կարող եք հղիանալ, բայց նաև ինչ-որ առողջական խնդիրներ ունեք, որը կարող է պրոբլեմ լինել, պարզապես պետք է շատ ուսումնասիրել, շատ պետք է հսկողության տակ լինել, այդպես էլ կարող եմ ասել։ Իսկ եթե հղիության մասին չի խոսքը, ես այստեղ տեսնում եմ կին, տեսնում առաջարկություն իմիջիալուց, ես տղամարդ առանձնապես ես առանձնապես տղամարդ չեմ տեսնում։ Չէ, տեսնում եմ, ճիշտն ասած, տեսնում եմ։ Ես ավելի հասուն մարդիկ եմ տեսնում, շատ երիտասարդներ չեմ տեսնում։ Երևի ուզում են հասուն մարդիկ են, միգուցե ուզում են ամուսնանալ, ընտանիք կազմել։ Տեսնում եմ կին, ծառ եմ տեսնում, տղամարդ եմ տեսնում, տեսնում եմ մատանի։ Գիտեք, կարող է լինել, երևի թե այստեղ կարող է ամուսնության առաջարկություն լինել։ Բայց կասկածներով, վախերով կարող եմ ասել, որ երևի մայրը այնքան էլ համաձայն չի երիտասարդի, մանավանդ տարիքով է մայրը, մի քիչ էլ առողջական խնդիրներ ունի, իսկ երիտասարդները շատ երիտասարդ չեմ տեսնում։ Այ մի տեսակ ձգձգվում է, այս առաջարկությունը երիտասարդն ուզում է ամուսնանալ, բայց կարծում եմ մոր պատճառով մի տեսակ ձգձգվում է։ Տեսեք, կամ մայրը լավը չի ուզում, դեմ է, դրա համար է ձգձգվում, կամ միգուցե մայրը առողջական խնդիրներ ունի, դրա համար է ձգձգվում։ Ես իրականում տեսնում եմ ինչ-որ բան կպարզվի, միգուցե ինչ-որ տարբերակներ կպարզվեն, ինչպես կարող եք այս հարցերը լուծել։ Շատ բարձ չեմ տեսնում, ում վերաբերում էր հարգելներից, դուք երևի թե ավելի լավ կհասկանաք ինչի մասին է խոսքը, բայց ես չեմ տեսնում զույգերի մեջ ինչ-որ կոնֆլիկտ խնդիրներ, չեմ տեսնում, ինչ-որ կողմնակի կարող հանգամանքներ կան։ Ամպեր են կուտակված, բայց ես տեսնում եմ արև, չէ, տեսնում եմ, որ իրականում հարց, ինչ-որ խնդիր կա, ինչ-որ պրոբլեմ կա, բայց պրոբլեմը զույգերի հարաբերությունների մեջ չի, էլ եմ ասում, միգուցե տանը հիվանդ կա, տատիկ կա հիվանդ, ես չգիտեմ, սպասում եք առողջությունը լավանա, մի տեսակ ձգձգում եք, կամ միգուցե տղայի մայրն է, ես տեսնում եմ այդպես էլ կարող է լինել, թե ամուսնության մասին է խոսքը, երիտասարդներն ուզում են ամուսնանալ, միգուցե էլի ինչ-որ կնոջ առողջական խնդիր կա, դրա համար ձգձգվում է, բայց ես տեսնում եմ, որ փորձում եք տարբերակներ եք գտնում, ինչպես կարող եք հարցը լուծել, եւ արև եմ տեսնում, եւ տեսնում եմ ճանապարհը բացվում է, եւ ամպերել կան, ամպերը ցրվում է, արևը դուրս է գալի։ Իրականում այս հարցը երբ որ բարձեք մի քիչ ձեզ համար ինչպես կարող եք դե այնպես անել, որ բոլորն էլ լավ զգան իրենց։ Ես չգիտեմ, եթե այս կինը դեմ է հարաբերություններին, դա է խնդիրը, ձգձգում եք, կարողանաք այդ կնոջը համոզել, ես տեսնում եմ, որ իրականում կկարողանաք համոզել, ձեր ճանապարհը բաց է, ի վերջո դուք զույգ լինելու եք, ես տեսնում եմ, որ դուք չեք բաժանվում, հակառակը, դուք ձեր նպատակին կհասնեք, այդպես կարող եմ ասել, եթե ինչ-որ կնոջ պատճառով, կամ իր տրամադրության, կամ իր չուզելու, կամ իր առողջության պատճառով է, ես տեսնում եմ տարբերակներ կգտնեք հարգելներս եւ իրականում կամուսնանաք։ Դե հիմա վստահ եմ, ես բոլոր հարցերը մի շաբաթում չեք կարող լուծել, բայց ամեն դեպքում կարելի խորհուրդներ, եթե ինչ-որ խնդիր կա ձեր մեջ, դուք չեք կարողանում ամուսնանալ ինչ-որ մեկի առողջության կամ, չգիտեմ, չուզելու պատճառով, ինչ-որ մեկը խանգարում է, իրականում կկարողանաք ժամանակի ընթացքում այդ խոչընդոտը կարողանաք հեռացնել, կամ մարդը, չգիտեմ, առողջությունը կկարգավորվի, կամ պարզապես կկարողանաք իր միտքը փոխել։ Ամեն դեպքում ես վերջում տեսնում եմ շատ դրական։ Երբ ինչ-որ բան չի լինելու, կարտերը շատ կոնկրետ ցույց են տալիս, իսկ ես տեսնում եմ, որ չէ։ Դուք իրականում ձեր ցանկություններին կհասնեք, պարզապես մի քիչ ձգձգվում եք։ Ինչ եմ տեսնում աշխատանքում տեսնում եմ ինչ-որ ճանապարհի մեջտեղում եք մնացել, կամ որոշում պետք է կայացնեք, կամ միգուցե երկու աշխատանքի մեջ հեռանամ մնամ, կամ միգուցե երկրորդ տարբերակը կամ մտածում եք, որ աշխատանքին, չգիտեմ, առաջարկությունը ընդունեմ, թե մնամ հին աշխատանքին, կամ աշխատանքի վայրում փոփոխություններ կան, ձեզ առաջարկություն են անում, դուք պետք է որոշում կայացնեք։
տեղափոխվեք, չտեղափոխվեք, տեսնենք։ Կամ ճանապարհին է գործողման եք ուզում գնալ, տեսնենք։ Գիտեք, հարգելիներս, ես չգիտեմ ինչ եք ուզում անել, ինչ էլ ուզում եք անել, կստացվի եւ շատ հաջող կստացվի։ Տեսնում եմ, էլի եմ ասում, ճանապարհին էլի ասում, կամ որոշում եք կայացնում, աշխատանք թողնում եք, նոր աշխատանքի առաջարկություն եք ստացել, նոր գնական գործուղման պետք է գնայիք։ Ես տեսնում եմ պայմանագիրը կնքվում են, փաստաթղթերից պետք է ստորագրվեն, շատ զրույցներ կան, սա էլ հաջողության կարտը։ Ինչ որոշում պետք է կայացնեիք, ինչ ճանապարհ պետք է գնայիք, ինչ հարց պետք է լուծեր աշխատանքի հետ կապված, եթե ոչ մի հարց էլ չկար, ամեն ինչ լավ էր, շատ լավ էր կլինի, շատ հաջող կլինի, աշխատանքի հետ կապված բոլոր խնդիրները շատ հաջող կլինեն, իսկ եթե նորմալ էր, տենց այդպես շատ լավ էր կլինի հարգելիներս, ոչ մի խնդիր չեք ունենա։ Սա էլ տեսնում եմ բանալի ֆինանսների հետ կապված, տեսնենք, դուք երևի կգտնեք նոր տարբերակներ, ինչպես ավելացնել ձեր ֆինանսները, հարգելի կարիճներ։ Ընդհանրապես կարիճները չպիտի որ ֆինանսի խնդիր ունենան, իրենք շատ լավ էր կարողանում են ֆինանսները տնօրինել։ Տեսնենք։ Հարգելի կարիճներ, ես էլ եմ ասում, ֆինանսների հետ ցանկացած հարց ունի լուծում։ Տեսնում եմ քիչ ամպեր կուտակված են, ինչ որ մեկի հետ եք զրուցում, հանդիպում եք, էլի հանդիպման կարտն եմ տեսնում։ Չէ, ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Եթե ինչ որ հարց կար, ինչ որ մեկի հետ անձամբ գնացեք հանդիպեք։ Այսինքն, եթե շփվում եք, չգիտեմ, հեռախոսով on-line, ինչ էլ որ խնդիր կար ֆինանսական, հարցը եթե չէր լուծվում, շատ փոքր, չնչի, մի փոքր ամպեր են կուտակված։ Գնացեք, ասում եք գնացեք կոնկրետ ֆիզիկապես հանդիպեք մարդկանց հետ։ Եթե բանկ զանգում եք, հարցը չի լուծվում, կամ չեն պատասխանում, հեռախոսը չեն վերցնում, ինչ նեղվում եք դրանից, ֆիզիկապես գնացեք կոնկրետ մարդկանց հետ կոնկրետ հանդիպման կարգն է, չկա այդպիսի հարց չկարողանաք լուծել, սա է բանալին կոնկրետ հանդիպումների մեջ էր։ Ես չգիտեմ, էլ եմ ասում, ինչ հարց կար, ինչի հետ է կապված, նայած տարբեր մարդիկ տարբեր խնդիրներ կունենան, ես տեսնում եմ շատ լավ լուծում է, սա տեսնում սրտի տուզը, դուք եթե սա դուք եք, հենց դուք եք լուծում, եթե դուք չեք տղամարդ է լուծում, ձեզ համար շատ հոգեհարազատ, սա էլ հանդիպումների կարգը, սա էլ տեսնում եմ պուրակ։ Այո, զրույցների միջոցով հանդիպելով կոնկրետ մարդկանց հետ, չկա այդպիսի հարց չկարողանաք լուծել, հարգելի կարիճներ, ձեր ֆինանսական հարցերն են շատ դրական կլինեն, սա էլ իհարկե 10-ը հենց ֆինանսներն են, ոչ մի խնդիր չկա, ֆինանսներում էլ ամեն ինչ կլինի շատ կարգին հաջող շաբաթ, հարգելիներս։ Ձեզ լավ շաբաթ եմ ցանկանում, հարգելի կարիճներ։